հետաքրքիր մարդիկ ենք։ Մեր տարածքում ավելի կոնկրետ մեր տան մեջ մարդու վրա ձեռք չեն բարձրացնում։ Չէ, ինչի, բարձրացրու։ Չեմ հասկանում, քեզ դուր է գալիս, որ ամեն անգամ դեմքդ նկարում եմ։ Թող գնա էլի, հո դու փորձենք չես։ Քեզ վարի եմ տալու մի հատ էլ քրոջս մոտեցել ես։ Դու ոնց որ առիթավորվեցիր։ Էդ ում թորանն ես ուզում վարի տաս։ Պապի ջան, հիմա ես քեզ ասեմ, որ ուշադրություն չդարձնես։ Ուրեմն տղա ջան, ականջիդ օղարա։ Դու պիտի ամեն օր Աստծուն աղոթես, ավելի ճիշտ ամեն ժամ Աստծուն աղոթես, որ քրոջդ կողքին թոռս է հայտնվել։ Դու քեզ էլ, թորանդ էլ պատժելու եմ։ Գնալով համոզվում եմ, որ այս տղեն գլխի հետ ինչ-որ պրոբլեմներ ունի։ Դու պատասխան ես տալու քրոջս հանգիստ չթողնելու համար, իսկ դու օրը սպանելու համար։ Երկուսդ էլ անպատիժ չեք մնալու։ Հա, տղա ջան, քո ասածն է։ Իսկ հիմա գնա, որովհետև համբերությունս հատեց, բարեությունս էլ հետը։ Քո կամքով եթե դուրս չեկար, խայտառակ ձևով ստեղից դուրս եմ նետելու քեզ։ Հա, ես հիմա կգնամ, բայց կվերադառնամ վերջնական արդարությունը վերականգնելու համար։ Անգելինան հորդ պատահական կապից ծնված երեխա է։ Իրականում սպասում էի, որ կհերքես մամ։ Մի խոսքով մթության մեջ լույս էի ման գալիս։ Ինչ անեմ քո համար։ Դու մենակ ասա, ինչ անեմ։ Նախ առաջինը դու պետք է մտածես քո մասին, մամ։ Ու այն ճուտայի մասին։ Եվ երկրորդ։ Անգելինան ոչ մի բան պետքա չի իմանա, մամ։ Դու պետք է ամեն ինչ անես դրա համար։ Այդ խեղճ երեխան էլ ընդեղ է տանջվում։ Չի հասկանում ինչի համար իր հետ տենց վարվեցիր, ահավոր վիճակում է։ Ոչինչ, մամ։ Ինչքան էլ վատ լինի կդիմանա։ Բայց այս խայտառակությանը հաստատ չի դիմանա, որովհետև ես էլ չեմ դիմանում։ Տղես դու տուն արի, խնդրում եմ։ Ես տուն չունեմ, մամ։ Ու մոռացի, որ ինչ-որ մի օր ես ոտք կդնեմ շախունցների տուն։ Ամենամեծ շախունցն էլ է, չէ՞։ Տեղյակ եղել ես ամեն ինչի մասին։ Չնայած չէ։ Ես վստահ եմ, որ ինքն էլ է ուշ իմացել, որովհետև սկզբում ինքն էլ դեմ չէր մեր հարաբերություններին։ Սկզբում մենակ պապա դա իմացել։ Ես պապա չունեմ։ Լավ։ Կրկնում եմ, մամ։ Անգելը չպետք է իմանա այս ամեն ինչի մասին։ Միքայել շախունցին էլ կփոխանցես, որ այդ երեխուց հեռու մնա ու ոչ ոքի մոտ էլ չբաց այդ ես խայտառակությունը։ Կանեմ։ Ինչ ասես կանեմ, մենակ թե դու մի կորի իմ կյանքից։ Ես քո ու քրոջս կյանքից երբեք չեմ կորի, մամ։ Բայց հիմա մի պահանջի բան էր, որ չեմ կարող անեմ։ Հա, բալես։ Ես հիմա պետք է գնամ։ Ուզում եմ մենակ մնամ։ Հիմա մենակ հետ ինձ կփրկի։ Չէ։ Ես չեմ թողնի, որ դու գնաս։ Դու կարող ես ինձ հետ իմ հայրական տուն գալ, ես ու Անետն էլ ենք գնացել տնից։ Դուք չպետք է իմ պատճառով գնայիք տնից, մամ։ Ես քո պատճառով չեմ գնացել։ Չեմ կարողանում հորդ հետ մի տան մեջ ապրել։
քեզ լավն է, մամ։ Դու էլ խոստացի, որ էլ չես անհետանա։ Մամ, Խոստացի։ խոստանում եմ։ Բայց դու էլ պետք է խոսք տաս, որ ոչ մեկ չի իմանա, որ ես հանրապետությունում եմ։ Պապի, արդեն որի-օրդ անգամ ես քեզ խնդրում եմ, որ ճշմարտությունը ինձ պատմես։ Այդ ցավատանում դու չգիտես սա ով է։ Դու չգիտես ում հետ ես գործ բնում։ Բան լինի պատմելու։ Հա, բայց հո անտեղի տեղը քեզ չի կարա մեղադրի։ Լավ։ Որ ինձ սպանության մեջ եմ մեղադրում։ Քեզնից ինչ ա ուզում։ Ուզում եմ, որ քրոջից հեռու մնամ։ Ինչի համար։ Քեզից լավ փեսա պիտի գտնի։ Պապի, ես ուզում եմ Ինձ մի ընդհատի։ Խոսքեր այդքան մի կարևորի։ Ես Իվան մարդ է։ Ուղարկեմ, շանցանոթ համարա։ Հալո։ Ով է։ Հակոբ ջան, դու ես, ոնց չճանաչեցի։ Ինչ։ Չէ, հա։ Լավ։ Բարի երեկո թանկս։ Փաստորեն հասցրին, հա, տեղեկացնել։ Լավ ու բարի հարևաններ ունեմ։ Հնես որ քեզ շատ ազատություն չտաս, հետևող աչքեր ունենք։ Ես գիտեի, որ դու մենակ չես այստեղ։ Աննան ուր է։ Ինչի դու այստեղ Աննա ես տեսնում։ Յա, այդ բանա փոխվել։ Ես արդեն քեզ վռնդելիս հետդ մարդ են դնում։ Ու այդ մարդը Աննան է եղել։ Ուզում եմ հասկանամ ես գիշերով ինչի ես եկել նյարդերս քայքայես։ Այդ դու ես իմ նյարդերի հետ խաղում։ Որ քեզ թույլ ես տալիս, որ շախունցները կրկին եւ կրկին քեզ ստորացնեն։ Դու իմ Բագրատ Լալայան անվան հետ ես խաղում։ Քույրս։ Ես քեզ ով ասես, որ շախունցներն են ինձ տանից անել։ Այդ մեկը ոչ ոք չասեց։ Ինքնուրույն գլխի ընկա։ Սխալ գլխի ընկար։ Որովհետև ես իմ ցանկությամբ եմ այդտեղից դուրս եկել։ Շախունցները ինձ տանից չեն անել։ Ես էլ հավատացի։ Իսկ ես քեզ չեմ խնդրում, որ դու ինձ հավատաս։ Դու հարցնում ես, ես էլ պատասխանում եմ։ Ես եկա, որովհետև չէի կարող Աննայից մենակ թողնել։ Եթե Աննան այստեղ չլիներ, ես այստեղ ինչ գործ ունեի։ Ետ ուզում ես ասես, որ Աննան իսկապես քեզ հետ է եկել։ Հա, Բագրատ, Աննան եկել է։ Հետո ինչ։ Մնաց որ մեծություն որոշեց շախունցներին պատժել, վերադառնալ հոր տուն, հա։ Դու լավ գիտես ես ոնց եմ զզվում այդ շախունցներից, բայց նաև գիտես իմ պահպանողական հայացքները, հնենց որ քույրս։ Այնպես որ մտքովդ չանցնի խառնվես այդ երախու կյանքին։ Եթե այդ երեխեն այսօր դժբախտ է, դրա հեղինակը դու ես։ Չհասկացա, դա չի դժբախտ, ես չի ասի դժբախտ է, թողնես շախունցների համար փորկը թափի։ Որովհետև Աննան շնորհակալ մարդ է, չի ուրանում։ Բա հիմա ինչ է ուրացել։ Քեզ դրել է թևի տակ ու դիմել փախուստի։ Ուրեմն այդպես էր պետք։ Լավ, եկել ես պատմի, ինչ իրավիճակ է տանը։ Այդ ամպրոպն ու անձրևը ինչով է պայմանավորված։
Մամ, արի հալալի մեքենան վերցնեմ, քեզ տանեմ ես։ Համ չես ուզում տեղը դիմանան, համ էլ ուզում ես ինձ տուն տանես։ Դե մեկա շախունցների տուն չես գնում։ Եկել ա տաքսի։ Ամոզեցիր։ Մամ, Ասա որս։ անգելին որ տենաս։ Ասա, դու մենակ ասա, ես ինչ պետքա կանեմ։ Նենց արա որ հիասթափվի ինձնից։ Խեղճ երեխան էլ քո պատասխանին ա սպասում։ Ես պատասխան չունեմ, մամ։ Մի բան արա խնդրում եմ։ Նենց արա որ մոռանա ինձ։ Բայց ինչ ասեմ։ Չգիտեմ, խափի։ Չգիտեմ, ասա որ ամուսնացած ա։ Նույնիսկ երեխա ունի, եթե պետք է։ Ինձ չի հավատա։ Մամ, հավատացրու։ Նենց արա որ մոռանա ինձ, ատի ինձ ու զզվի ինձնից։ Լավ։ Քեզ լավն է, որ հասնես զանգ։ Լավ կնայես քեզ։ Սամ, ճաշը պատրաստալուացվի արի։ Սոված չեմ։ Այսինքն սոված չեմ։ Այտենց սոված չեմ։ Ասեմ ավելի մի լավ կուշտեմ։ Որտեղից ես գալիս։ Սեմ, ուր էիր։ Բաղրատի տանն էի։ Ու եթե քեզ հետաքրքիր է, ասեմ իմանաս։ Արամիկին էլ տեսա ու կրկին զգուշացրեցի քեզանից հեռու մնա։ Թե չէ ես դրան մի լավ կպատժեմ։ Չես հանգստանում, չէ՞ դու։ Մինչև մի փորձան գլխներից չբերես, չես էլ խաղաղվի։ Բա հոգոպես ուրացող չեմ լինի։ Դու չես հասկանում, որ դրա երակներով հոսում այն մարդու արյունը, ով մեր հորն է սպանել։ Սեմ ոչ մի ապացույց չկա։ Քանի կար շախունցներին էիր մեղադրում։ Հիմա էլ անցար Արամի պապուն։ Սխալ ճանապարհի վրա էի։ Հիմա ճիշտը գիտեմ։ Իսկ եթե էլի ես սխալվում։ Չէ, չեմ սխալվում։ Վստահ եմ։ Ու իմացի, եթե մի հատ էլ հանդիպես դու այդ լակոտի հետ, իմացի, որ էլ ախպեր չունես։ Այ Սեմ։ Քո վրեժը մեզ անդունն է գլորելու։ Ուղղակի դու դա չես էլ հասկանում։ Այ ախպեր, չեմ հիշում վերջին անգամ եփե այսքան քայլ է։ Շուտ դուրս արի քայլելու։ Առողջ արարա։ Ես մտածեցի միջև հետ գամ էլ ստեղ չես լինի։ Հա, ինչ ես մտադիր անես։ Մամայիդ հետ էլ չգնացիր։ Հալալ քեզ շատ կխանգարեմ, որ ստեղ մնամ։ Բա չհամաչեցիր։ Էս դու էս տունը։ Քո տունն է, ինչքան ուզում ես մնա, ախպերս, բայց միջև այդ ասա իմանամ ինչ ես ուզում անես։ Ինչով կարամ ես քեզ օգնեմ։ Հեն? Չես ասում ինչով քեզ օգնեմ, ախպերս։ Օգնել ես ուզում։ Ախպերս։ Ախպերական սուս մնա։ Ես էլ եմ գեղեցկուին։ Որորին յարում ես։ Ես չեմ հասկանում։ Այդ շախունցների տանը հաց չեն տալիս։ Սոված ենք ես պահում, հա։ Բակրատն իմացել է, որ այստեղ ենք։ Եկել է։ Բայց չեմ հասկանում, թե ինչ է ուզում, ինչի է այս տանջում իրան իմաստ հարցում։ Ոչ մի ձև չես համակերպվում, էլի։ Ինչի հետ բալես։ Որ մենք քո գերիները չենք ու մենք էլ ապրելու իրավունք ունենք։ Ապրի։ Ով է քո ձեռը բռնել։ Բայց հարցաքննությունը ինչի համար է։
Ընդամենը հետաքրքիր է։ Այնին շախունցները պիտի 25 տարի առաջ անեին, հիմա են անում։ Քեզ տնից հանում են։ Քեզ քանի անգամ ասեմ, մեզ ոչ ոք տանից չի անել։ Բա դուք հիմա ինչի եք այստեղ։ Այնինչ որ դուք կարող եք Միքայել Շախունցին մի լավ պատժել։ Ահա, տնից հանել։ Հայր ու որդի իրար թև մտնեին ու գնային։ Բագրատ, կարող է արդեն գնաս։ Ուշ է, ուզում ենք քնենք։ Մի խանգար, ես իմ երեխու հետ խոսում եմ։ Մա, մի մոռացի, սա նաև իմ տունն է։ Կարող եմ եւ մնալ։ Հա, որտեղ կանգարանք։ Դու կարող ես այդ Միքայել Շախունցին մի լավ դաս տալ։ Հանել տնից։ Ստվացնես ինչ էժան թեմաներ ես բացում։ Դու պիտի Միքայել Շախունցին մի լավ դաս տաս։ Պատժես նրան։ Իսկ ինչի համար։ Դավաճանության, կողքից էլի մի զավակ ունենալու։ Ինքը ձեր բոլորից գասմունքների հետ է խաղացել։ Քո որդուդ, այն գյուղի երեխու։ Չեմ հասկանում ինչ ես խոսում։ Շատ էլ լավ հասկանում ես։ Ես հնարը ձեզ տեսա։ Գյուղում, ամուսնուդ ապորինի երեխայի հետ։ Ձևացրիր, թե բան չկա։ Բայց ինձ Բագրատ Լալայան կասեմ, իմ աչքից ոչինչ չի վրիպում։ Ասենք թե Անգելինան Միքայելի աղջիկն է, քեզ դրանից ինչ։ Ոնց։ Այնպեսի խայտարակությունն նույնիսկ իմ անունն է խայտարակվում։ Բագրատ, գնա քնենք, հա։ Արդեն ուշ է։ Շախունցները փողի երեսից խելքները թրծրել են։ Ոնց են թույլ տվել, որ քույր ու եղբայր իրար սիրեն։ Ես ի վիճակի չեմ էլ քեզ լսեմ, կլինի գնաս։ Ես էլի կգնամ, բայց դու քո իրավունքները իմացի։ Ոչ թե դուք տնից գնայիք, այլ Միքայելին ճանապարհեիք, որովհետև դու ճիշտ ես, ինքը սխալ։ Շատ շնորհակալ ենք խորհուրդների համար։ Ներվեք զանգեք, չամաչեք։ Ես բան չեմ ասել։ Հարևաններից իմացել եկել է։ Դե բարձ էր հերքիր։ Իսկ դու ուր էիր այսքան ժամանակ, այ բալա։ Բարի լույս։ Նայ քեզ համար ինչ համեղ բաներ են պատրաստել բալես։ Կուտես։ Մատ շրջվի։ Խնդրում եմ։ Մի բան կեր։ Ամեն ինչ նորմալ է։ Դե կեր, ուզում ես ես կերակրեմ։ Անգելինա։ Ավակ չգիտեմ ինչ անեմ։ Մի բան պետք է մտածենք, երեխու վիճակը շատ բարդ է։ Չկերավ։ Չէ։ Օրեցօր վիճակը բարդանում է։ Սենց որ թողենք, հետո ինչ կլինի։ Մի բան պետք է անենք, երեխուն փրկենք։ Տարօրինակ հայացքով նայում է ինձ ու ձեն չի հանում։ Հարց եմ տալիս չի պատասխանում։
Ինչ անենք։ Չնայած ես գիտեմ ինչ անենք։ Էդում ես զանգում։ Ես գիտեմ ում եմ զանգում։ Վերջա պետք դնել ես ամեն ինչին։ Ալո, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, բայց օրը այդքան է բարի չի մեզ համար։ Խնդրում եմ եկեք մեր տուն, Անգելինայի վիճակը շատ վատ է։ Ֆայնա։ Ասում եմ, որ այսքան վատ էիր քեզ զգում։ Ինչու ես վեր կացել եկել աշխատանքի, հա՞։ Յանից թված կարողանամ կենտրոնանամ, բայց ընդհանրապես լավ չեմ զգում ինձ։ Դու գիտես, չէ՞, որ ես այստեղ եմ։ Հենա, կոսմետիկան սիրուն տեղը-տեղին դասավորում եմ։ Կոկոն հուսալի ձեռքերում է։ Դու կարող ես հանգիստ լինել։ Ես գնում եմ, Յան։ Ֆայնա, էլի գնա, բայց մի րոպե։ Գոնե ասա տեսնեմ ինչ ա եղել։ Հարցերի ժամանակը չի իմում։ Ֆայն։ Դու գիտես, չէ՞, որ ինձ կարելի է լրիվ վստահել։ Ես քեզ լիովին վստահում եմ, Յան, բայց հիմա չեմ կարող խոսել։ Լավ։ Ոնց ասես, հարգում եմ լռությունդ։ Բայց գոնե ասա տեսնեմ ուր ես գնում։ Գնում եմ մամային տեսնեմ։ Յան, շնորհակալ եմ շատ։ Ես ինչքան էլ ընտիր տեսականի ունեք։ Լավ, որպեսզի երկար բարակ չմանրանամ, ինձ տալիս եք ամենաընտիր, ամենակարգին հեռախոսը, լավ։ Որ մոդելն եք նախընտրում։ Ես չէ, ընկերոջս համարա պետք, Հենրի Շախունցի, տալիս եք ամենավերջի հեռախոսը։ Լավ, ձեզ կարող եմ առաջարկել Galaxy S25 Ultra հեռախոսը։ Նրա առավելություններից է արհեստական բանականությունը, 200 մեգապիքսել տեսախցիկը և տիտանե շրջանակը։ Թույն, հենց էդ էլ տվեք։ Շատ լավ, հետևեք ինձ։ Վիկտորիա ջան, հենց զանգեցիր, ես մի անգամից եկա։ Անգելինան շատ վատ վիճակում է։ Ես կփորձեմ հետը խոսել, եթե իհարկե դուք թույլ տաք։ Իհարկե։ Եթե ձեր կարիքը չլիներ, չէի զանգի։ Փորձեք խոսել։ Իրոք շատ ծանր է վիճակը։ Չգիտեմ ինչ ասեմ։ Մեղքի զգացումը ինձ ահավոր տանջում է։ Գիտեք, ավակը դեմ է, բայց ես էլ չեմ կարող տեսնել երեխուս տանջանքները։ Ես ուզում եմ բացահայտել իրականությունը։ Չեմ կարծում, որ այս պահին դա ճիշտ որոշում է։ Երեխան այդ հարվածին չի դիմանա ու ճիշտն ասած Հենրին էլ չէր ուզում, որ Անգելինան իմանա ճշմարտությունը։ Վերջապես ինձ էլ կասեք այդ ճշմարտությունը, Աննա Բագրատովնա։ Դու քեզ խնայեց ավդ տանեմ, դու հլա ինձ պետք ես։ Նորություն կա։ Սպասում եմ։ Ինչ-որ մեկը զանգելու, հա։ Օդակայանից պիտի զանգեն, ասեն Հենրի Շախունցը երկրից գնացել է, թե չէ։ Եթե իհարկե մեկն էլ է։ Դե կարա նաև այդ տարբերակը լինի, ես չգիտեմ։ Տղա ջան, իրավիճակը փրկելու փոխարեն դու ավելի բարդացրիր։ Իսկ ինչ անեիք, ասես։ Ինչ որ ճանապարհ կար, որով պիտի գնայի ու չգնացի։ Պետք է թողնիր ամուսնանար։
Դե բրավո։ Ինչ ասեմ, կարամ մենակ ծափարը։ Տղա ջան։ Ես էլ ծափ տվեցի հետո։ Ես լուրջ բան եմ խոսում հետդ։ Որ ես թողեմ դրա աղջիկը մտնի մեր տուն։ Հերիք չի մի հատ էլ իմ համար թորներ ունենա։ Ավելի լավ է կախվեմ։ Բա որ նժարի մյուս ծերնելը որդուդ կորցնելու վտանգն ես դնում։ Ես որդուս չեմ կորցնի։ Ես չեմ ասում ֆիզիկապես տղա ջան, Աստված մի արածը։ Դու որպես հայր ես իրան կորցնում։ Կամ դուք հիմա ինձ կասեք ճշմարտությունը, կամ էլ ես կգնամ ու ինձ ոչ ոք էլ չի գտնի։ Չփորձես նման բան ասել։ Լսում ես։ Ուրեմն ասեք ինչ գիտեք դուք, որ ինձ անհայտ է։ Անգելինա ջան, իրականում լավ կլինի նստես, Անգելինա։ Ու ես իմացել եմ, ինչի է նորը Հենրին քեզ թողեց ու գնաց։ Աննա Բագրատովնա, թույլ տվեք ես իմ աղջկա հետ խոսեմ, լավ։ Մամաս ուս մնա։ Վերջապես մեկը որոշել է հենց ճշմարտությունն ասի։ Ասեք Աննա Բագրատովնա, գոնե դուք ասեք, ինչի Հենրին ինձ թողեց ու գնաց։ Առանց աչքերիս մեջ նայելու, առանց հետս խոսալու թողեց մենակ ու գնաց, գոնե դուք ասեք, ինչի համար։ Չգիտեմ, ասա, որ ամուսնացած է, նույնիսկ երեխա ունի, եթե պետք է։ Հենրի չի հավատա։ Մամ, հավատացրու։ Բոլես, Հենրին ընկերուհի ունի։ Իրա կյանքում եղել է մեկը, ով իրանից հղիացել է։ Չէ։ Սուտ է։ Ասեք, որ սուտ է։ Հենրիի կյանքում այդ աղջիկը քեզնից առաջ է եղել։ Երբ դուք հանդիպեցիք, ինքը արդեն չկար, բայց պարզվում է, որ հասցրել էր հղիանալ Հենրիից։ Չէր կարա Հենրին իմ հետ սենց վարվեր։ Երբ դուք միասին էիք, երբ Հենրին քեզ սիրում էր, հավատա ինքը ոչ մեկի հետ կապ չուներ։ Մենք ուղղակի հետո իմացանք, որ այդ երեխան արդեն ծնվել է։ Սուտա, ես չեմ հավատում այդ ամեն ինչին, դուք խաբում եք ինձ։ Ուղղակի Միքայելը ստիպված էր խանգարել ձեր միությանը, որ այդ երեխան անհայր չմեծանա ու դու էլ խաբված չլինես։ Չէ։ Սուտ է այս ամեն ինչը։ Հենրին չէր կարա իմ հետ սենց վարվեր, չէր կարա, ես արժանի չեմ ես վերաբերմունքին։ Աննա Բագրատովնա, խնդրում եմ, գնացեք, թողեք մեզ։ Ես աղջկաս հետ կխոսեմ։ Ճիշտ է ասում։ Գնացեք Աննա Բագրատովնա, որովհետև ես ձեզ չեմ հավատում։ Հերին չէր կարա իմ հետ այդքան ստորաբար վարվեր։ Ես էլ այդքան հիմար չեմ։ Չէ, ոչինչ, ես կսպասեմ, կարևորը դուք ինձ ասելու բան ունենաք։ Լավ, շնորհակալ եմ ինֆորմացիայի համար։ Միքայել։ Այդ լակոտը մեզ խաբել է։ Հա։ Հենրի Շախունց անունով մարդ այս երկու օրվա ընթացքում երկրից դուրս չի եկել։
Պաստորեն երկրում է, հա։ Բայց դե որտեղ։ Պետքա պարզել։ Ինչ որ մեկը իրան օգնում է, Միքայել։ Ու ես կգտնեմ ով է օգնում։ Պետքա դուրս գալ Հենրիի հետքին։ Լավ է, որ երկրից չի գնացել։ Այստեղ իրան գտնելը ավելի հեշտ կլինի։ Միանշանակ։ Չհասկացա։ Այս մաման ինչի է եկել Անգելինայից տուն։ Ախր ասաց, որ կլռի։ Գաղտնի կպահի մեր հանդիպումը։ Հա տղես։ Մամետ ինչ է իր անում Անգելինայից տանը։ Բայց դու ինչ գիտես, որ ես Անգելինայից տանն էի։ Մամ, ես քեզ խնդրեցի, չէ, որ ոչ մեկը չիմանա իմ երկրում լինելու մասին։ Դու վեր ես կացել ու եկել։ Բալես ես դրա համար չէի եկել։ Անգելինայի մաման զանգեց, ասեց, որ երեխան շատ վատ է, դրա համար էլ եկա։ Վատ է։ Հա, տղես, շատ վատ է։ Ես ստիպված եղա ասել, որ քո կյանքում ուրիշ կին կա ու դու իրանից երեխա ունես։ Մամա։ Հա, բալես։ Ասեցին ինձ ոնց որ դու էիր խնդրել։ Հələ լակոտին նայի։ Բոլորի սեշի տեղ է դրել։ Մեքենան էլ թողել է օդակայանում, որ ուշադրություն շեղի։ Հալոլա։ Հալոլա, շատ շուստր է, դեն ասում մաքարշել ինձ քեզ։ Ասում են, չէ, ասում են, բդուղը ծառից հեռու չի ընկնում։ Պետք է ամբողջ հանրապետությունով ման գալ։ Ճիշտ ես ասում։ Ուրեմն ման ես գալի Ծաղկաձորում, Բազմաղբյուրում, Գառնի, Գեղարդ, Սևան վադալազներին էլ կանես, հանգած խեղտապատ չլնի։ Երկրի չի գնաց, իհարկե ստեղա։ Դե այդ աղջկան այնքան է սիրում, որ հեռու գնացած չի լինի։ Այ Միքայել ջան, քո կտորնա։ Դու էլ այնքան սիրում։ Մի հատ այդ հալալի վզից բռնի տեսուրա։ Չէ, հա։ Չեմ կարծում։ Ինչի։ Որ ներմենակ կգնա նրա մոտ, ինչ ես ասում է։ Ուրիշ երկ չունի։ Հենես, հալալը տեկել է։ Հենրի, Հենրի։ Այարա։ Լավ էր էլի։ Ինքը ինձ ասում է խանութ չեմ կարա գամ։ Ասում է գնա հեռախոսը առբեր, գալիս եմ արդեն տանը չի։ Բալա որ գնացած կլինի։ Դուք ինձ նորից խաբում